Ողջույն Տիգրան։ Ողջույն։ Ադրբեջանի արտգործնախարար Ceyhun Bayramov-ը իրենց հանրային հեռուստաընկերությանը ծավալուն հարցազրույց է տվել, տարբեր թեմաների անդրադարձել, հայ-ադրբեջանական հարաբերություններ, Ղարաբաղյան կոնֆլիկտ, մասնավորապես մի քանի կետեր կան, որոնց մասին արժե խոսել այսօր։ Առաջինը խոսելով բանակցությունների ընթացքի մասին Նիկոլ Փաշինյանի վերած նոր մոտեցումների մասին մի քանի դետալներ ու մանրամասներ է բացահայտել, կուզեի այդտեղից հենց սկսենք, ինչպես է Փաշինյանը Ալիևի հետ հանդիպման ժամանակ ինչ պնդումներ է ներկայացրել, ինչպես են դրանք փոխվել հետագայում եւ արդյոք այդ ամենը իրականում ազդել է բանակցությունների ընթացքի վրա ու նաեւ նպաստել գուցե պատերազմի արագացմանը կամ առհասարակ պատերազմ սկսելուն։ Այո, Բայրամովը որոշակի հետաքրքիր տեղեկություններ է հայտնել իր հարցազրույցի ընթացքում, մասնավորապես Փաշինյան-Ալիև առաջին հանդիպման մասին, որը տեղի ունեցել 2018 թվականի սեպտեմբերին Դուշանբեում, այդ հանդիպումը իրականում, եթե հիշենք, այն ժամանակ եւս բավականին մեծ աղմուկ էր բարձրացել հայկական մեդիա դաշտում։ Նա մասնավորապես նշել էր, որ այդ առաջին հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը բավականին կառուցողական մոտեցում էր ադրբեջանական տեսանկյունից դրսևորել եւ ենթադրվում էր, որ պատրաստ էր գնալ բանակցային հակամարտության բանակցային լուծման, իսկ բանակցային լուծումը ադրբեջանցիների ընկալումներով առաջին հերթին նշանակում էր հենց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի շուրջ գտնվող տարածքների վերադարձը եւ այդ հանդիպման ընթացքում, ինչպես հիշում ենք, պայմանավորվածություններ ձեռք բերվել նաեւ ուղիղ կապի հաստատման մասին հայաստանցի եւ ադրբեջանցի պաշտոնյաների միջև եւ նաեւ պայմանավորվածություններ ձեռք բերվել որոշակի կայունություն ապահովել առաջնագծում, քանի որ այդ փուլում, ինչպես նշում է Բայրամովը, շատ ակտիվ ընթանում էր այդ դիպուկահարների պատերազմը եւ Նիկոլ Փաշինյանի հենց խնդրանքով Ալիևը համաձայնեց գնաց այդ քայլերին։ Նա նշում է, որ Փաշինյանը կայունության որոշակի ժամանակահատված էր խնդրում Ադրբեջանի իշխանություններից, որպեսզի հետագայում կարողանան հենց արդեն բովանդակային բանակցություններ վարել այդ կարգավորման պլանի շուրջ, բայց Բայրամովը նշում է, որ 6 ամիս անց արդեն Փաշինյանի քայլերը այլ բանի մասին էին խոսում եւ քննադատում է մեղադրում է Հայաստանի իշխանություններին ամբողջովին իրենց մոտեցումները փոփոխելու մեջ։ Հիմա իհարկե Բայրամովի հայտարարությունը պետք է դիտարկել որպես հակառակորդ պետության պաշտոնյայի հայտարարություն, բայց այնուամենայնիվ այս տեղեկությունները չափազանց հետաքրքրական են, որպեսզի մենք անտեսենք այդ հայտարարությունները եւ նաեւ հիշեցնեմ, որ Դուշանբեի վերաբերյալ բավականին ակտիվ քննարկումներ կային հենց այդ ժամանակահատվածում, ընդդիմությունը մեղադրում էր Փաշինյանին ինչ-որ խոստումներ տալու մեջ եւ այլն, բայց ես ինչպես հասկանում եմ, այս նկարագրած իրավիճակը քիչ թե շատ համապատասխանում է տեղի ունեցածին, այսինքն պարզ է, որ հեղափոխությունից հետո Հայաստանում բավականին անկայուն ներքաղաքական իրավիճակ էր, դեռևս տեղի չէին ունեցել խորհրդարանական ընտրությունները, որի արդյունքում կփոխվեր խորհրդարանի կազմը եւ ԿՊ-ն մեծամասնություն կուներար խորհրդարանում եւ Փաշինյանին այդ ժամանակահատվածում իրոք պետք էր ինչ որ չափի կայունություն սահմանին եւ հետագա իրադարձություններին եւս եթե հետեւում ենք նույն Մյունխենյան օրինակ հանդիպումը, որտեղ Հայաստանի վարչապետը առաջ քաշեց ինչ որ նոր սկզբունքներ, որոնք կապ չունեին բանակցային գործընթացի հետ, ցույց է տալիս, որ այնուամենայնիվ այս ներկայացված պատկերը քիչ թե շատ համապատասխանում է իրականությանը եւ արդեն post factum մեզ համար կարևոր է հասկանալ այս գործընթացները, որոնք միգուցե արագացրել են պատերազմը կամ նպաստել են դրա մեկնարկին։ Հիմա քեզ սկսեն մեղադրել, որ ադրբեջանական խոսույթ ես բերում օրակարգ կամ իրենց տեսակետները լեգիտիմացնում ես։ Այո, դա շատ պոպուլյար մոտեցում է դարձել վերջին շրջանում Հայաստանում, հիմնականում այս մոտեցումը որդեգրվել է Հայաստանի իշխանությունների եւ նրանց կողմնակիցների կողմից, իդեպ շատ նման է այն իրավիճակին, որը ունեինք միջև պատերազմը եւ միջև հեղափոխությունը, երբ արդեն օրինակ Սերժ Սարգսյանի իշխանությունը եւ նրա կողմնակիցները հակամարտության վերաբերյալ բոլոր քննարկումները փորձում էին խլացնել հենց այդ տիպի մեղադրանքներով։ Հիմա տեսնում ենք, որ հիբրիդային այս պատերազմի նարատիվը շատ ակտիվ է դարձել եւ որևէ խոսք, որը դուր չի գալիս իշխանություններին կամ որևէ խոսք, որը
նրանք չեն ցանկանում քննարկել, հենց այդ մեղադրանքներով են խլեցնում, բայց հիմա իրականում անիմաստ են այս թշնամու ջրաղացին ջուր լցնելու խոսույթները կամ չգիտեմ Ադրբեջանի Հայաստան օրինակ շատ հաճախ հայտարարում է որ Հայաստանի դեմ են ինչ որ հայտարարություններ կամ խոսքներ, ապա պետք է հասկանալ որ այս թեման մեծ հաշվով փակվել է արդեն իրենք իսկ նշում են նաև որ թե մտել են խաղաղության դարաշրջան, այսինքն խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է, դժվար թե ինչ որ հայտարարություն, որը արվել է պատերազմից առաջ կամ թեկուզ հիմիկվա ինչ որ հայտարարություն, որը վերաբերում է այդ շրջանին, կարող է վնասել ինչ որ գործընթացին եւ ընդհանուր առմամբ սա եթե խոսում ենք արդեն վերլուծաբանի տեսանկյունից, անկախ դերակատարի տեսանկյունից, մեր գործը առաջին հերթին իրականությունը հասկանալն է եւ հանրությանը իրականությունը ներկայացնելը։ Եթե ամեն ինչ պետք է խլացվի այդ հիբրիդային պատերազմի մեղադրանքով, թող անեն, հենց հաշվով ինձ համար որևէ տարբերություն չկա եւ կարծում եմ նաեւ բոլոր անկախ մարդկանց համար որևէ տարբերություն չպետք է լինի եւ քանի որ եթե ինչ որ հետաքրքրական թեմա կա, եթե նույն Ադրբեջանի նախագահի կամ Ադրբեջանի այլ պաշտոնյաների հայտարարության մեջ մենք տեսնում ենք ինչ որ հայտարարություն, որը համընկնում է նաև Հայաստանում առկա տարբեր տեղեկությունների հետ, դրա մասին չխոսելը անիմաստ է։ Հենց այդ անկախ վերլուծաբանի անկյունից է հաջորդ հարցին փորձես պատասխանել, եթե էլի հետ հայացք նայում ենք, փաստորեն Նիկոլ Փաշինյանը կարճ ասած ինչ որ ժամանակ է խնդրել, հետո ասել է որ ես չեմ կարող դա անել, ինձ կսպանեն ըստ Ալիևի փոխանցման նման արտահայտություն է արել Նիկոլ Փաշինյանը, հետո ռետորական հարց է տվել դուք ուզում եք որ ինձ սպանեն, ապա ասել է որ այս հարցը կարող են լուծել, բայց դրանով պետք է զբաղվի Լեռնային Ղարաբաղի իշխանությունը։ Հետագայում էլ Փաշինյանը ինչ որ ժամանակահատված կդժվարանամ նշել, բայց պարբերաբար նշում էր որ այս հարցին այդքան լավ ծանոթ չէ, ես ինձ համար այս կոնֆլիկտի մեջ բացահայտեցի այսինչ կետը, այնինչ կետը, իրականում նա ընդհանուր Ղարաբաղյան կոնֆլիկտի լրջությանը եւ բանակցության ընթացքին ամեն ինչին չէր տիրապետում, դրա արդյունքն էին այս քայլերը։ Կարծում եմ երկու մոտեցումներ իրավունք ունի եւ մոտ է իրականության, այսինքն այո, բնականաբար իշխող թիմը որևէ լուրջ փորձագիտական գիտելիքներ հակամարտության վերաբերյալ, ինչպես նաեւ անվտանգային իրավիճակի վերաբերյալ, բանակի հետ կապված հարցերի վերաբերյալ չուներ եւ դա է պատճառներից մեկը, ինչու նրանք վարում էին այդպիսի արտաքին քաղաքականություն հենց այդ փուլում 2018-ից 20 թվականը ընկած ժամանակահատվածը։ Երկրորդ խնդիրը իմ կարծիքով այն է, որ իհարկե կրկին վերապահումներով մոտենալով ադրբեջանական կողմից եկող հայտարարություններին ու չբացառելով այն հանգամանքը, որ այս հայտարարությունների մի մասը կարող է խեղաթյուրում լինել պարզապես, բայց երկրորդ խնդիրը այն է, որ Նիկոլ Փաշինյանը շատ հաճախ ներքաղաքական կյանքում օգտագործվող տարբեր հնարքներ, տարբեր մոտեցումներ կիրառում էր նաև, միգուցե միջև հիմա էլ կիրառում է արտաքին քաղաքականության ոլորտում։ Մենք հիշում ենք այդ նախընտրական փուլում 21 թվականին հրապարակված այդ ձայնագրությունը, որտեղ նա խոստովանում է, որ բանակցությունների ընթացքում օրինակ նա փորձում է ինչ-որ անադեկվատ մարդու տպավորություն թողնել, դրանով իսկ հետաձգելով դա իր խոսքերն են, այսինքն ինքը ավելի կոպիտ բառապաշար էր օգտագործում, դրանով իսկ փորձելով հետաձգել բանակցությունները եւ այլն, այսինքն այս երկու հանգամանքը իրավիճակին ֆունդամենտալ գիտելիքների մակարդակով, փորձագիտական գիտելիքների մակարդակով չտիրապետելը ու նաեւ ներքաղաքական տարբեր մոտեցումների կիրառումը արտաքին քաղաքական ոլորտում բերում են այդպիսի իրավիճակի, երբ մեծ հաշվով տարբեր հարաբերություններում ու խոսքը ոչ միայն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին է, կարծում եմ այս իրավիճակը մենք ունենք նաև Հայաստանի շփումներում կամ առնվազն ունեինք տարբեր այլ դերակատարների հետ, նույն իրականում եվրոպացիների հետ։ Դեպքում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Արցախը Հայաստանը եւ վերջ կամ նմանատեսակ պահվածքը ինչ տրամաբանության մեջ է մտնում։ Այդ դասական նույն իրավիճակն է, երբ կրկին ներքաղաքական կյանքը, ներքաղաքական նպատակները միաձուլվում են արտաքին քաղաքական թեմաների հետ։ Այսինքն բարձր է, որ Արցախը Հայաստանը եւ վերջ հայտարարությունը արվել է ներքին լսարանի համար, մասնավորապես Ղարաբաղյան լսարանի համար, որ այդ փուլում այդքան էլ մեծ վստահություն չուներ նոր կառավարության նկատմամբ։ Այսինքն դա արվել էր հենց ցույց տալու համար, որ մենք ավելի հայրենասեր ենք, ավելի ազգայնական ենք ու ավելի պոպուլիստ ենք, քան նախկին իշխանությունները, նախորդ իշխանությունները։
Սա եւս գիտության մեջ լավ նկարագրված երևույթ է, երբ անցումային շրջաններում էլիտաները հիմնականում օգտագործում են պոպուլիստական կամ ազգայնական խոսույթներ, սեփական աջակցությունը կամ աջակցության մակարդակը մեծացնելու համար, ինչը իրականում բերում է հենց անվտանգային ոլորտում անկայունության շատ հաճախ բերում է պատերազմներից, բազմից անդրադարձ են կատարել այս տեսությանը Սնայդերի եւ Մանսֆիլդի տեսությունը, որը կոչվում է ժողովրդավարացումը եւ պատերազմների վտանգը։ Հիմա այ կրկին շատ լավ օրինակ բերեցի, թե ինչպես են ներքաղաքական օրակարգերը միաձուլվում արտաքին քաղաքական հարցերի հետ, անվտանգային հարցերի հետ եւ դրանով իսկ մեծ վնաս հասցնում հենց անվտանգության հետ առնչվող խնդիրներին ու այս տիպի իրավիճակներ մենք ամենօրյա ռեժիմով գրեթե տեսնում ենք Հայաստանում, երբ նույն օրինակ բանակցային գործընթացը մեկնաբանվում է ներքաղաքական նպատակներով ցույց տալու համար, որ Հայաստանը կամ հայկական կողմը երբեք որևէ շանս չուներ հաջողության հասնելու, որ ամեն ինչ ժամանակին արդեն կորսված էր։ Սա իհարկե այս փուլում այդքան արդեն արդիական չէ, որովհետև մեծ հաշվով թեման փակվել է, բայց ժամանակին եւ դեռևս Լեռնային Ղարաբաղի գոյություններ մեծ վնաս է հասցնում Հայաստանի դիրքերին։ Բայրամովը այլ հետաքրքիր թեմաների անդրադարձել է, մասնավորապես պատերազմի ընթացքին վերաբերող։ Այո, իրականում ես մի քանի հայտարարություն կառանձնացնեի, որոնք հակասական չեն, որովհետև խոսում են հենց Ադրբեջանի վարած քաղաքականության մասին, այստեղ այսինքն արդեն թյուր ըմբռնումների տեղ չկա, չեն կարող այդ վերապահումները դրսևորել, որի մասին խոսում ենք։ Ինձ համար շատ հետաքրքրական էր հայտարարությունը այն մասին, որ Թուրքիայի արտգործնախարարությունը պատերազմի ընթացքում հրահանգել էր իր բոլոր դեսպանատներին, որ Բաքվից եկող հրահանգները պետք է նույնական լինեն Անկարայից եկող հրահանգներին, այսինքն Բաքուն տեսականորեն հնարավորություն ուներ կապվել Թուրքիայի որևէ դեսպանատան որևէ երկրում եւ հրահանգներ տալ։ Ու սա իրականում նկարագրում է նաեւ այն իրավիճակը, որը ունենք մենք հիմա, երբ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ մեծ հաշվով որոշում է Բաքվում։ Ու սա ինչ որ չափով ոչ նորմալ իրավիճակ է այն առումով, որ այդ տանդեմի ավելի կրտսեր խաղացողը կարողանում է ինչ-որ հարցերում թելադրել սեփական օրակարգներ։ Բայրամով իհարկե նշում է, որ նրանք հաշվի առնելով դիվանագիտական էթիկետը երբեք այդ քայլին չեն դիմել, բայց սա նաև ցույց է տալիս, թե ինչ աստիճանի աջակցություններ Ադրբեջանը Թուրքիայի կողմից պատերազմի ընթացքում։ Երկրորդ հայտարարությունը, որը իրականում նախկինում եւս արվել էր ադրբեջանցի այլ պաշտոնյաների կողմից, Հիկմետ Հաջիևը հենց այդ օրերին պատերազմի ընթացքում նշել էր եւ ես ունեմ բաղաց այդ հայտարարությունը այն մասին էր թե ինչպես էին օրինակ այդ չմիավորված ազգերի կազմակերպության անդամ պետությունները, որոնցից 7-ը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ էին հենց Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում աջակցում Ադրբեջանին տապալելու հայտարարության նախագծեր բանաձևերի նախագծեր, չնայած եթե չեմ սխալվում, մինչև բանավեճ բանը այդպես էլ չհասավ, նույնիսկ հայտարարություն չկարողացան ընդունել, սա եւս ցույց է տալիս, թե Ադրբեջանը ինչքան երկար ու ինչքան լուրջ աշխատանք, հենց դիվանագիտական աշխատանք է կատարել իր նպատակներին հասնելու համար։ Մենք երբ խոսում ենք օրինակ պարտության պատճառների մասին, շատ հաճախ խոսում ենք տնտեսական ինչ-որ գործոնների մասին, խոսում ենք ռազմական դիսբալանսի մասին, բայց իրականում այդ աշխատանքը բոլոր ուղղություններով համակարգային է եղել, որովհետև Ադրբեջանը այդ չմիավորված ազգերի կազմակերպության անդամակցել է, եթե չեմ սխալվում 2010-ականների սկզբին, ու ինչ որ փուլից սկսել է շատ ակտիվ ֆինանսական ներդրումներ կատարել այդ կազմակերպության մեջ, այն ժամանակ մեր քարոզիչները նախահեղափոխական եւ հետհեղափոխական քարոզիչները ծաղրում էին Ադրբեջանին, ասում էին, որ միլիոններ է վատնում օրինակ այդ տիպի կազմակերպությունները ֆինանսավորելու համար, ֆիկտիվ ինչ-որ կազմակերպություններ ֆինանսավորելու համար, բայց Ադրբեջանի համար ամենավճռական պահին հենց այդ գործոնը որոշիչ ազդեցություն ունեցավ եւ Բայրամովը հետաքրքիր է, որ կարեւորում է այդ գործողությունները նաեւ այն առումով, որ եթե ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ինչ որ բանաձև ընդուներ պատերազմի ընթացքում դատապարտելով Ադրբեջանի գործողությունները բառացիորեն Բայրամովը նշում է, որ 30 տարվա մեր աշխատանքը ջուրը կգնար, այսինքն հակամարտության վերաբերյալ ողջ նարատիվները, միջազգային հանրության պատկերացումները կփոխոխվեին եւ այդ իրավիճակում դա բավականին հավանական սցենար էր, որովհետեւ այնուամենայնիվ
հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներից մեկը նաև այն էր, որ հակամարտություն պետք է լուծի խաղաղ ճանապարհով, այսինքն ուժի չկիրառման սկզբունքը, որը խախտել էր հենց Ադրբեջանը։ Իրականում այլ նաև շատ հետաքրքրական հայտարարություններ կային, բայց ինչպես արդեն նշեցի, դժվար է հասկանալ դրանց իսկության ամբողջական աստիճանը, քանի դեռ այս կողմից ավելի համապարփակ արձագանքներ չկան դրան։ Արձագանք չլինելու մասին նախորդ շաբաթ մեկը մյուսին հաջորդելով Հայաստանի նախկին ղեկավարները հարցազրույցներ են տվել Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը բավականին ծավալուն, որոնց իշխանությունը ամեն դեպքում շտապել է շատ արագ պատասխանել եւ արձագանքել, իսկ այս դեպքում որևէ արձագանք չկա, էլի նույն սկզբունքի եւ նույն մեթոդի ու մտածողության մասին է խոսքը, ներքին լսարանի, ներքաղաքական իրավիճակի մասին առաջնային մտածելը։ Այո, ու նաև այն, ինչ քննարկեցինք նախորդ թողարկման ընթացքում, որ հաստատված խաղաղության պայմաններում այս հրապարակային բանավեճերը Բաքվի հետ այդքան էլ ողջունելի չեն։ Պարզ է նաև, որ իհարկե հիմա Հայաստանը մտնում է կամ արդեն մտել է նախընտրական փուլ ու այս բոլոր հարցազրույցները, բոլոր այս հերրակա փոխհրաձգությունները, բանավեճերը պետք է դիտարկել այդ դաշտում։ Եվ իրականում եթե անդրադարձ կատարենք նախկին նախագահների հարցազրույցներին, այնպես չի, որ ինչ-որ նորություն մենք իմացանք։ Սերժ Սարգսյանը այո ավելի անմիջական միջավայրում խոսեց տարբեր խնդիրների մասին, տարբեր մոտեցումների մասին։ Մեզ իհարկե հետաքրքրում է հակամարտության վերաբերյալ արտահայտված տեսակետները, անվտանգության ոլորտի վերաբերյալ արտահայտված տեսակետները։ Այստեղ եւս ոչ Սարգսյանի, ոչ Քոչարյանի հարցազրույցներում ինչ-որ նորություն չկար, մեծ հաշվով նույն գիծն էին տանում ինչ վերջին տարիների ընթացքում, բայց կարծում եմ կհամաձայնես, որ ամենահետաքրքրական պահը հենց այդ բանակցային փաստաթղթի հրապարակման մասին էր, խոսքը 2019 թվականին սեղանին դրված փաստաթղթի մասին։ Ինչ տեսակ փաստաթղթի մասին է խոսքը։ Դե քիչ թե շատ կանխատեսել։ Չէ, նայ փաստաթղթ թուղթը ընդհանուր առմամբ պարզ է ինչ փաստաթուղթ է, մենք կարող ենք կանխատեսել ոչ թե կոնկրետ ինչ է գրված այդ փաստաթղթի մեջ, չնայած մեծ հաշվով նաև պարզ է թե ինչ է գրված, դետալներում են այստեղ, կարևոր մանրուքների դետալներում են լինելու։ Փաստաթուղթը մեծ հաշվով հենց մադրիդյան սկզբունքներից բխով, կազանյան փաստաթղթից բխով 2016 թվականի Լավրովյան այդ պլանի ռուսական առաջարկներից բխով փաստաթուղթ էր, որը ամենայն հավանականությամբ ավելի քիչ նպաստավոր էր հայկական կողմի համար, քան այդ բոլոր նշված փաստաթղթերը, այստեղ կարծում եմ էական է լինելու օրինակ Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի վերաբերյալ դրույթը, որտեղ է հիշատակում, ինչպես է հիշատակում եւ այլն, բայց ընդհանուր առմամբ ինչ էլ գրված չլինի այդ փաստաթղթում, պարզ է որ այն երանելի փաստաթուղթ կլիներ հայկական կողմի համար հաշվի առնելով այս վերջնարդյունքը, որ կա, ու այդ առումով իհարկե իշխանությունների համար, որոնք արդեն խոստացել են հրապարակել այն միջև տարավերջ, խնդիրը լինելու է ոչ թե այդ փաստաթղթի հրապարակումը, այլ այդ փաստաթղթի մեկնաբանությունը։ Այսինքն այն, ինչ արել են վերջին տարիների ընթացքում, բայց այս պարագայում արդեն եթե ամբողջությամբ հրապարակեն այդ փաստաթուղթը, չնայած Նիկոլ Փաշինյանը այլ փաստաթղթեր եւս խոստանում է հրապարակել Սերժ Սարգսյանի նամակները եւ այլն, հիմա ամենաբարդ իհարկե խնդիրը այն է լինելու, որպեսզի արդեն հրապարակված տեքստը մեկնաբանել ու հրամցնել հանրությանը այն տարբերակով, որը ձեռնտու է իրենց։ Եվ իրականում շատ հետաքրքիր է թե ինչ խոսույթներ, ինչ նարատիվներ են օգտագործելու դա անելու համար։ Շնորհակալ եմ Տիգրան։ Ես եմ շնորհակալ։